Այսօր կյանքի օրենքներն այնպիսին են, որ մենք ստիպված ենք օրվա շաբաթվա զգալի մասը նվիրել աշխատանքին, պարտականություններին ու առօրյա գործերին։ Սակայն ապացուցված է առանց հանգստի աշխատող մարդկանց աշխատունակությունը մի քանի անգամ ավելի ցածր է, ուստի ժամանակն է ուղղելու սխալը։ Առջևում հանգստյան օրեր են, կարելի է մեկ օրով դառնալ արշավական։ Network արշավախումբը, որին միացանք նաև մենք, նպատակ ունի ոչ միայն բացահայտել Հայաստանի տեսարժան վայրերը, այլև նրանձնային շփումներ հաստատել Հայաստանի տարբեր ծայրերում ապրող մարդկանց միջև, իսկ որ ամենակարևորն է, խմբին միանում են նրանք, ովքեր ակտիվ են եւ զբաղված։ Network արշավների ուղղությունն այս անգամ Հայաստանի հյուսիսային ու թումանյանական անկյուններ։ Մտահաղացում ծնվեց, որ կարելի է արշավը այնպես կազմակերպել, որ մարդիկ ծանոթանան եւ որպես մարդ ընկերանան եւ ինչու՞ չէ, որպես մասնագետներ համագործակցեն, փորձի փոխանակում տեղի ունենա եւ այլն եւ այլ։ Դրա համար սկսեցինք արշավների հավաքագրման գործընթացում բոլոր միացող անդամներին հայտարարել ըստ անձի եւ ըստ զբաղմունքի։ Դեպքեր ունեցանք, որ բժիշկը միացել էր արշավին, նկատելով, որ մի քանի բժիշկներ եւս գնալու են, ինչու՞ չէ, ակտիվ հանգիստ ժամանց գոլեգաների հետ ծանոթացում, հետագա կոնվերսիա։ Այսպիսով արշավականի առաջին քայլը ծանոթացումն է մյուս արշավականների հետ։ Հատկապես երկար ճանապարհ գնալիս դա ժամանակը կարճելու լավագույն տարբերակն է։ Ունեմ նաև այլ նախասիրություններ, ունեմ մեկ նախագիծ, առայժմ դեռ նախագիծ վիճակով է աջակցել արվեստագետներին։ Առաջին կանգառը Լորվա Բերդն է, սակայն ինչպես հայաստանյան բոլոր հնավայրերը, այստեղ հասնելն էլ հեշտ չէ։ Արշավները ոչ միայն գեղեցիկ տեսարաններն են ու անծանոթ վայրերը, այլ նաև երկար ու տանջալի ճանապարհ։ Մեծ դժվարությամբ հասնում ենք Բերդ։ Մի քանի րոպե զարմանում ահասարսուր բարձունքների ու իջվածքների համադրությամբ, պահում ենք մի քանի կադր Facebook-յան ընկերների համար ու ծանոթանում Բերդի պատմությանը։ Բերդը հիմնականում պաշտպանական ֆունկցիա է ունեցել, բնականաբար անառիկ է եղել երկու կողմից, անդնդախոր ձորերեն, Միսխանա եւ Ձորագետ գետերի կողմից, միակ ցամաքային մասը, որը որ դուք տեսնում եք այս պարիսպն է։ Եթե առաջին անգամ եք դարձել արշավական, պետք է հիշել նախ եղանակի մասին։ Յուրաքանչյուր արշավական պետք է պատրաստ լինի բնության երևույթներին, քանի որ չես իմանա, թե եղանակը ինչ անակնկալներ է պատրաստել։ Հաջորդ կարևորագույն նախապայմանը խմբից ետ չմնալն է, իսկ եթե այնուամենայնիվ թերացել եք, պետք է լինել հնարամիտ։ Եթե արշավախմբից հետ եք մնացել, փորձեք ամբողջ աշխարհում տարածված եւ գործող մեթոդը։ Մեզ մի 200-300 մետր կարող ներեք բարձրացնել։ Կարող։ Հաջորդ կանգառը Ստեփանավանի դենդրոպարկն է, որի գեղեցկությունը բառերով բնութագրել հնարավոր չէ, իսկ իրականությունն այնքան գրավիչ է, որ անգամ եղանակային վատ պայմանները չեն խանգարում արշավականներին։ Դե իսկ վերջում Network արշավների նախաձեռնությամբ հոգնած արշավականները հանգրվանում են մոտակա գյուղերից մեկում մի գյուղացու տանը, սա էլ իր գաղափարն ունի։ Գյուղացու տուն մտնելը ներառեցինք արշավի այս ֆորմատի մեջ որպես պարտադիր տարր, քանի որ ճիշտ ասած տարբեր ֆորմատով արշավների ժամանակ հաճախակի սպանտաներ է ամեն ինչը տեղի ունենում, գյուղացիները ընդառը չէին գալի, օրինակ նկատելով, որ ցեխոտ ենք եւ այլն հրավիրում էին լվացվելու, հյուրասիրում էին եւ գաղափար գեներացվեց, որ կարելի է սա ի սկզբանե ներառել ֆորմատի մեջ եւ կարող ենք փաստել, որ բացի ծանոթանալուց համագործակցության օրինակներ ունենք։ Այս անգամ հյուրընկալող տան ընտրությունը պատահական չէր։ Մենք կանգ առանք Գյուլագարակում ապրող Ղարաբաղյան մարտերում հաշմանդամություն ստացած Գևորգ Այվազյանի տանը։ Մեր զինվորի տունը երկհարկանի է եւ հետազոտելով որոշել ենք երկրորդ հարկը վերանորոգել եւ աշխատեցնել որպես հյուրատուն։
Այսպես ասած, փորձելով ոչ թե զուգ տալ, այլ կարճ տալ, որպեսզի մարդիկ աշխատացնեն, ծառայություններ մատուցեն եւ մշտական եկամտի աղբյուր ունենան։ Հյուրատունը կարծում կլինի շատ ավելի մատչելի, քան հյուրանոցները եւ ընդամենը 15 րոպեվա ոտքի ճանապարհ է, եթե չեմ սխալվում, այստեղից դեպի Դենտրոպարկ, հետեւաբար մարդիկ ունենան այլ ընտրանք։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, կերեկել են մեր տուն, խնդրեմ միշտ համեցեք։ Մենք երբեմն այնքան տարված ենք մեր աշխատանքով, առօրյա գործերով, ապագայի պլաններով, որ հաճախ մոռանում ենք մեզ շրջապատող գեղեցկության, բնության, մարդկանց ու աշխարհի մասին։ Արդյունքում մեր օրերը դառնում են միանման, եւ անգամ սիրելի աշխատանքը դառնում է ձանձրալի։ Ուստի հենց այս շաբաթ ժամանակն է վերցնելու ուսապարկն ու գնալու նոր բացահայտումների ետևից։ Արուս Տիգրանյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։